Ազգային ժողովն այսօր քննարկեց 2014 թվականի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույցը։ Ինչպես հայտարարեց հիմնական զեկուցող մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, զեկույցը ներկայացված էր դեռևս մարտ ամսին բավական ծավալուն փաստաթղթի տեսքով։ Զեկույցում ամփոփված են 188 համակարգային խնդիրներ, որոնցից 60-ը օրենսդրական են։ Առաջինը, որ առանձնացրել եմ, դա պետ պատվերով տրամադրվող դեղորայքի որակի անբավարար լինելն է, քանի որ դեղերի ձեռքբերման համար հայտարարվող պետական գնումների մրցույթում հաղթում է նվազագույն գնով առաջարկվող դեղը։ Անհրաժեշտ է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություն, վերանայելով պետության կարիքների համար գնվող դեղերի գնումների գործընթացը։ Զեկույցի ավարտին Կարեն Անդրեասյանը պատասխանեց նաև հարցերի։ Պատգամավոր Էդմոն Մարուքյանին հետաքրքրում էր, թե ՄԻՊ-ը ինչ եղանակներով է նախատեսում պայքարել վերջին շրջանում իրավապաշտպանների դեմ սկսված հետապնդումների դեմ, երբ ոչ հիմնավոր մեղադրանքներով քրեական գործեր են հարուցվում փաստաբանների նկատմամբ։ Մասնավորապես նշվեց Տիգրան Հայրապետյանի, Նիկոլ Բաղդասարյանի և մի քանի այլ փաստաբանների մասին։ Իրավապաշտպանների խնդիրը մեզ նույնպես շատ մտահոգում է։ 2014 թվականի այս զեկույցը, որ հիմա դուք տեսնում եք քննարկման տեսքով, ներկայացված է քննարկման, այստեղ այս հարցը այդքան սուր չէ։ Դա նշանակում է, որ 2014 թվականին միգուցե առանձին միջադեպեր նույնիսկ եղել են, գրանցվել կամ չեն գրանցվել, բայց այդպիսի սուր հարց Հայաստանը չի ունեցել։ Այսօր, եթե այս տենդենսները չդադարեն, իսկ մենք կոչ ենք անում, որպեսզի իրավապահ մարմինները շատ զգույշ եւ զգոն լինեն, հատկապես իրավապաշտպանների եւ փաստաբանների նկատմամբ իրենց գործողություններում, դա վերաբերում է ոչ միայն նրանց նկատմամբ քրեական գործեր հարուցել չհարուցելուն, այլ վերաբերում է նաեւ նրանց մուտքը չխոչընդոտելուն համապատասխան տեղեր, որտեղ տեղի ունենում իրավապաշտպան գործողություններ։